Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովին 15-րդ հերթական նիստը նվիրված ապրիլյա միջոցառումներին ու մշակութային ժառանգության պահպանմանը։ Մեր հարցը տռալազենք Թորկ Պաշտոնյան ու Սովից մռնող հայ խոհերքը Արևմտյան Հայաստանը Հանրապետության կառավարության խոսնակին ելույթը պիտի պաշտպանվի Արցախահայերի անվտանգ ու հավաքական յետռնալին իրավունքը։ Չդատապարտված ռազմական հանցագործություն Մարաղայի ջարդերից 33 տարի հետո ԵՄ առաքելությունը ավելացրալ է գիշերային բարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին երկայնքավը Ֆրանսիայի Մեյզիո քաղաքին քաղաքապետ Քրիստոֆ Քինիոյի գլխավորած պատվիրակությունը կեցալ է հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր։ 2025 թվականի ապրիլի 9-ին Արևմտյան Հայաստան ազգային ժողովին 15-րդ հերթական նիստն այլել վերը վարալ Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը։ Նիստի նորակարգին պերվի կետավ նորից անդրադարձ կատարվել ապրիլի 24-ին ու 27-ին նախատեսվող արարողակարգի միջոցառումներին, քննարկվել նախապատրաստական գործերը ուղղված Ծիծեռնակաբերդի բարձունքում կանալիք հուշակատարության պատշաճ կազմակերպմանը։ Միջոցառումը տեղի ունենալու Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի Պետրո Հովանու ներքովը։ Օրակարգի երկրորդ կետը նվիրված Արևելյան Հայաստանատույս գտնվող հայկական մշակութային վայրերի պահպանման հիմնախնդիրներին։ Նպատակն է համախմբել բնիկ հայ ազգին մի հատ նպատակի շուրջ ներկայացնել հայկական հնագույն կոթողների, գտածոների ու մշակութային ժառանգության նմուշների լուսանկարներն ու տեսանյութեր ուղեկցված համառոտ պատմությունները վեր տեղադրվելուն համապատասխան կայքեջում։ Նիստի ավարտին քննարկվել նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության օրերին 1915 թվականին վեր հազարավոր հայ խոհեկ Սովից մահանալ իսնել Թորկ Պաշտոնյան հացայել իրանց նշած տալիս հեգնանքավ իրանց ծաղրելավ։ Ըստ դրվագը մեհետել ավկայություն թահինչ անմարտկային վայրագություն են ելալ ենթարկվելիս հայերը Օսմանյան կայսրության կողմից։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը մենակ զանգվածային բնաջնջում չի լայել, դա նաև հոգեբանական սարսափայել ուղղված դաժե ամենաանպաշտպաններին խոխորձը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության խոսնակ Էլիա Դավթյանը հանդես է եկալ հայտարարությամբ ներկայացնելով կառավարության շաբաթական ամփոփագիրը։ Ընդգծալավեր քննարկված հարցերը վերաբերյալ համ կառավարության գործերին, համ էլ Արևմտյան Հայաստանի հայ բնակչության իրավունքներին։ Կարևոր թեմաներ են այլել Շվեյցարիա կայանալիք համաժողովը վերին վաղտը քննարկվելու Արցախահայության յետռնալին հարցը, վերահաստատալա միջազգային հարթակներում շարունակվում ջանքերը պաշտպանելու արցախցիների իրավունքներն։ Խոսնակը նաև անդրադարձալ է Արթա հեռուստաընկերության քարտեզին շտեղ բացակայում են Արևմտյան Հայաստանը, Արևելյան Հայաստանը ու Արցախը, նշելով միջազգային կազմակերպություններն պիտի ճինայնչին ու պաշտպանին բնիկ հայերին իրավունքներն։ Մենք շարունակելու ենք մեր գործը հանուն մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության, ասալ է Էլիա Դավթյանը։ Արցախահայերի իրավունքներն երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ իրավունքներն պիտի հարգվին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովումը հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին ինչ քայլեր է ձեռնարկում Եվրոպայի խորհրդի ստագնապի պայմաններում Արցախահայերի անվտանգ ու հավաքական յետռնալ իրավունք ապահովելի հետի ստիապատասխանալ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի ու արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը։ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը վստահեցրել է, պիտի պաշտպանվի նաև անվտանգ ու հավաքական յետռնալի իրավունքը։ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ լիագումար նիստին վաղտը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահին հետ հարցոպատասխանին վաղտը փաստալ է։ Աճման անհանգստությունը կապված Բաքվի կողմից Արցախ հայկական ժառանգության համակարգված ոչնչացման հետ, ինչն էլ ստեղծում է պայմանն է վերհամարյա թե անհնար են դարձնում հայերի անվտանգ յետռնալը իրենց պատմական հայրենիքը։ Քսավիե Բետելը եւս մեծ հետ կարևորալ է Արցախում հայերի իրավունքների պաշտպանությունը, շնորհակալություն հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին իրան շարունակական ջանքերին հետի։ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերը կոտորածն իրականացրալ Արցախամարտակերտաշրջանի Մարաղաշենում սպնելով տասնյակ հայ խաղաղ բնակիչների, շատերին դաժանորեն խոշտանգելով։ Թլանվալու հրկիզվալ Շենը զոհերի թվում իլալ են կանանեկ խոխերք տարեցն է։ Human Rights Watch ու Amnesty International-ի տվյալներով սպանվել առնվազն 50 մարդ, 50-ը գերեվարվել են։ Միջազգային հանրությունը համարյա թե սուսուփուս եշել է հանցագործությանը։ Մարաղան տռալ է Ադրբեջանի իշխանությունների հայերի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության ամենադաժան օրինակների մինը։ Ադրբեջանական հանցագործներն այդ թվում Գուրթուլուշ գումարտակի հրամանատարը հետագայում հերոսացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Մարաղային ջարդերը շարունակություն ունենալ Սումգայիթա, Բաքվի ու այլ վայրերում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումներին։ Այդ գործելավոճը կրկնվել նաև 2016, 2020 ու 2023 թվերին վերը ավարտվել է Արցախահայության լիակատար տեղահանումով։ Մարաղամնամա չդատապարտված ռազմական հանցագործություն
աջակցություն, հայ ժողովրդի դեմ իրականացված պետական քաղաքականության վկայություն։ Արևելյան Հայաստան Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ի վիլցրել է քշերային բարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին սաղ երկայնքավը քշերային անվտանգությունը բարելավելի ու հնարավոր լարվածությունը թույլատնելի նպատակը։ Հայտնալն առաքելության մամուլի ծառայությունն։ Մեր դիտորդներ շուրջօրյա կապի մեջ էին քշեր ցիրեք ապահովել է մշտական ներկայություն նշան առաքելության 10-ին էջումը։ Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորած պատվիրակությունը քեցալ է հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր Արևելյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին Հրազդանը համայնքապետարանի ներկայացուցիչներին ուղեկցությունավը։ Հյուրերին դիմավորալ է հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան ինստիտուտին փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը, վեր ներկայացրալ է հուշահամալիրին պատմությունը, ցիցերնակաբեր տեղադրված խաչքարերն ազատամարտիկներին հիշատակը։ Ընդգծալ է պատմական կապը հայերի դեմ իրականացված ցեղասպանության ու Արցախի իրադարձությունների միջև։ Պատվիրակության անդամներն ծաղիկներին տիրել անմար կրակին կողքին հարգալն զոհերին հիշատակը մի րոպե լռությամբ ու քեցալն թանգարան ծանոթանալ ավ ցուցադրություններին։ Քաղաքապետ Քրիստոֆ Քինյուն գրառում արալ պատվավոր հյուրերին հուշամատյանը։ Այցը պրծնել ավ հյուրերը ծանոթացան հուշապատի հատվածում տեղադրված ցափորների խորհրդին ու մց հետաքրքրությամբ զգացան Անատոլ Ֆրանսի հայանպաստ գործունեության մասին։ Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրերին նվիրալ գրքեր հայերի ցեղասպանության մասին։ Սիրելի հայրենակիցներ, սորվա հետ այսքան ենք նախատեսալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։